Հովհաննես առաքյալի 3-րդ նամակը, առաջին գլուխ։ Երեցիցս սիրելի Գայիոսին, որին սիրում եմ ճշմարտությամբ։ Սիրելիս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար, այնպես ինչպես քո հոգին է հաջողության մեջ։ Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, թե ինչպես ես դու ընթանում ճշմարտությամբ։ Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։ Սիրելիս, հավատարմությամբ ես գործում։ Ինչ անում ես եղբայրների համար, նույնն արա նաև օտարների համար, որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով, բարի գործ արած կլինես, քանի որ նրանք Քրիստոսի անվան համար ճանապարհ ելան և ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։ Ուստի մենք պարտավոր ենք ընդունել այդպիսիներին, որպեսզի գործակից լինենք ճշմարտությանը։ Եկեղեցուն գրել եմ, բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։ Դրա համար երբ գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է, չար խոսքերով մեզ զրպարտելով։ Եվ այսքանով չգոհանալով, ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում ընդունողներին և այդպիսիներին եկեղեցուց դուրս է հանում։ Սիրելիս, մի նմանվիր չարին, այլ բարուն, ով բարին է գործում, Աստծուց է, և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին և ինքը ճշմարտությունը։ Վկայում ենք նաև մենք, և դու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։ Շատ բան ունեի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ շուտով տեսնելու քեզ և դեմ առ դեմ խոսելու։ Խաղաղություն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունիր մեր սիրելիներին, յուրաքանչյուրին անվանապես։